Ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի դատախազ, սիրելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Մարտի 1-ը բացահայտված է եւ դրա մասին շատ լավ գիտի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, եւ հայ ժողովուրդը, եւ ամբողջ աշխարհը։ Եվ ընդհանրապես չփորձեք գալ այս բարձրագույն ամբիոնի մոտ, արդարացնել մարդասպանին, ում հրամանով Երևանի կենտրոնում գնդակահարվեցին 10 Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Եվ դուք օգտագործեցիք նաև ժամկետանց զենք, Գոր Քլոյանին դուք գնդակահարեցիք Չերմուխա 7-ով, որը ժամկետանց անց էր։ Ինչի իրավունքը, այդ զենքի կիրառության իրավունքը դուք չունեիք։ Եվ դատարանը նաև ապացուցված է համարել, որ քաղաքացիները խաղաղ ցույցեր են անցկացրել։ Քաղաքացիների ձեռքին չի եղել զենք։ Քաղաքացիների ձեռքին չի եղել ոչ մի փայտ, ոչ մի ձող։ Այդ ձողերն ու փայտերը եղել են ձեր կողմից ներդրված սադրիչների կողմին։ Այսինքն ես ձեռքում եմ եղել ձեր կողմից սադրիչների, որ այդ աուրան ստեղծեիք, թե ժողովուրդը զենքով է, որ դուք կարողանայիք զենք դուրս բերել եւ գնդակահարել քաղաքացիներին։ Եվ միեդի վճռով հաստատված է, որ այս ամենը, այսինքն մարտի 1-ը, նախապես ծրագրված գործողություն է, վերևից մինչև ստորին օղակներ։ Ամբողջ պետական մեքենան աշխատում էր մեկ նպատակի համար՝ ճնշել սեփական ժողովրդին։ Խնդրում եմ, մի խոսեք մարտի 1-ից, լռեք։ Սիրելի քաղաքացիներ, ակնհայտ է, որ խնդրում եմ, մի ընդհատեք ինձ։ Ակնհայտ է, որ քաղաքական հակառակորդները չկարողանալով ներկայացնել բովանդակային օրակարգ, դիմելով մանիպուլյացիաների եւ սադրիչ թեզերի, փորձում են հանրությանը մոլորեցնել եւ հասարակության մեջ վախի եւ անորոշության մթնոլորտ ձևավորել։ Ոմանք արցունքն աչքերին գոռում էին ոսկեպարի եկեղեցին հանձնում են թուրքերին։ Մինչդեռ տեսնում ենք, որ այն կառավարության կողմից վերանորոգվեց եւ կրոնական կարգի համաձայն օծվեց։ Հաջորդ վայ ազգասերներ ասում էին, թե թրքահաճո իշխանություն ուզում է փակել համալիրը։ Աշխատանքները հիմա են սկսել, որ ապրիլի 24-ին փակեն մուտքը։ Մինչդեռ վերանորոգվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, ապրիլի 24-ը եկավ անցավ, անմար կրակը մի րոպե չմարեց։ Հետո էլ կենսաչափական նոր անձնագրերում Արարատի նկարի բացակայությունը ոմանց մոտ հայրենասիրական նոպաներ առաջացրեց։ Մեկը անիծում է, մեկը ինքնահրկիզվում, ոմանք էլ նոր փաստաթղթերի կարմիր երանգի մեջ թուրքական հետքեր են փնտրում։ Բայց մոռանում են մի պարզ իրողության մասին, որ Եվրոպական միության անդամ 27 երկրներից 26-ի անձնագրերը հենց այս գույնի են, եւ տասնյակ զարգացած պետություններ օգտագործում են հենց այս երանգը, որպես միասնության, ընդհանուր արժեքների եւ եվրոպական ընտանիքի պատկանելության խորհրդանիշ։ Սիրելի քաղաքացիներ, Հայաստանը սկսում է խոսել աշխարհի հետ նույն իրավական կոդերով։ Նոր անձնագրերը մեր քաղաքակիրթ տոմսն է դեպի մեծ աշխարհ հայկական զինանշանով։ Հետո էլ Կալուգացին հայտարարեց, թե Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովը կարող է բացել 300,000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան։ Սա բացարձակ անհիմն է եւ ապատեղեկատվություն տարածող պնդում է։ Այս մարդիկ ընդհանրապես մտահոգված չեն մեր երկրի խնդիրներով, պարզապես սպասարկում են այն ուժերի օրակարգը, որոնք տարածաշրջանում խնդիրներ ստեղծելով փորձում են կախյալ պահել մեզ։ Մեկ էլ ժողովրդի մեջ տարածում են, թե բա երկիրը կործանվում է, փոքր երկիր է, առանց ռուս թուրքը մեզ կուտի, Նիկոլը երկիրը տանում է թրքացման, 8 տարվա մեջ բան չի փոխվել, դու ես որ բան որոշես, հանձնում է, տալիս է, կամ ասում են Հայաստանը ոչ ոքի պետք չէ, Եվրոպայում նրանց չեն սպասում,
ուր են նրանք փախչելու մեզանից։ Եվրոպան եկավ եւ մեզ տապանակարդրեց այս կեղծ խոսույթի վրա։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը կայացավ Երևանում։ Ինչպես Մակրոնն է իրավացիորեն ասաց, 8 տարի առաջ պատկերացնել հնարավոր չէր լինի Եվրոպայի առաջնորդների այսպիսի այց Հայաստան, եւ այս ընթացքը անկասելի է լինելու։ Սիրելի քաղաքացիներ, Հայաստան այսօր ավելի վստահ է կանգնած քաղաքակիրթ աշխարհի կողքին։ Այո, հանդիպումները վկայում են, որ Հայաստանը կարող է խոսել աշխարհի հզորների հետ, ոչ թե ենթակայի, այլ հավասարը հավասարի, որպես ինքնիշխան եւ պետական շահը վերդասող դիրքերից։ Հայաստանը չի սպասում ուրիշների որոշումներին, այլ ինքն է ձևակերպում իր օրակարգը եւ քայլում դեպի քաղաքակիրթ աշխարհ։ Հայաստանը պիտի լինի հզոր, անկախ, միջազգային մեծ հեղինակություն վայելող եւ քաղաքակիրթ աշխարհի լիարժեք մաս։